Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր փետրվարի 24-ն է, երեքշաբթի։ Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար։ Այս մասին Ժնևում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին ունեցած իր ելույթում։ Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում դիտորդ պետության կարգավիճակով։ Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում անհերքելի են։ 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու, քանի որ մեր պետությունները կհամախմբվեն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի շրջանակներում։ Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով եւ անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Մինչ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն եւ անվտանգ անցման հնարավորությունները դեպի միջուկային էներգաբլոկ։ Այս առումով Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները եւ դիտարկում միջազգային գործընկերների ներկայացման առաջարկները։ Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն եւ հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ եւ զսպմամբ։ Այս սկզբունքներն անփոխարինելի են կանխատեսելիության պահպանման եւ սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից եւ Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ հռչակագրի ստորագրմամբ Հարավային Կովկասում բացվել է խաղաղության բարգավաճման եւ տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը եւ վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման եւ տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։ Միջազգային մարդասիրական իրավունքը լիարժեքորեն եւ առանց բացառության վերաբերելի է բոլոր զինատեսակների նկատմամբ, ներառյալ նրանք, որոնք ներառում են արհեստական բանականություն եւ ինքնավար գործառույթներ։ Մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ հուսալիորեն ապահովել տարբերակման, համաչափության եւ նախազգուշության հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը, անհրաժեշտ են պատշաճ կարգավորող միջոցներ, այդ թվում սահմանափակումներ, ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման եւ կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաեւ դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում եւ չեն կարող պատվիրակվել մեքենաներին։ Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքի միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը, նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը։ Մենք հաստատապես հավատացած ենք, որ չնայած այսօրվա բարդ ու անորոշ միջավայրին, մենք կարող ենք համատեղ աշխատել զինաթափման եւ չտարածման խնդիրները հավասարակշռված, արդարացի եւ կայուն կերպով հասցեագրելու ուղղությամբ։ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։ Այդ մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստում սահմանել է ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը 4 միլիարդ 451 միլիոն 688 հազար դրամ, որից 1 միլիարդ 800 միլիոն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է։ Հանձնաժողովը նաև սահմանել է ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Ազգային ժողովի ընտրությունների պարագայում կուսակցությունը կամ դաշինքը ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ Նորությունը, որը որ օրինակելի ձևերում ավելացում է, դա համագումարի որոշման օրինակելի ձևն է։ Այստեղ նաև կա մյուս տարբերակը դաշինքի անդամ կուսակցությունների համար իրենց համագումարների որոշման օրինակելի ձևեր, ընտրական ցուցակի օրինակելի ձևը նաև առաջին մասի եւ որոշման նախագծի երկրորդ կետով առաջարկում է գրան, որ գործող որոշման ներկայիս մեր, այսինքն 2021 թվականի մայիսի 11-ի որոշման երկրորդ կետի առաջին պարբերություն գրանցումը իրականացնող ընտրական հանձնաժողով բառերը փոխարինել կենտրոնական ընտրական հանձնաժողով բառերով եւ երկրորդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն, այն է սուն որոշման առաջին կետով սահմանված հավելվածի թիվ 3 եւ 5 ձևերով սահմանված որոշումները կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին 3 տասնյակ տեխնացուներին, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև 3 տասնյակ տեխնացուներին հաստատելու եւ առաջադրելու մասին պարտադիր են միայն ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ եւ որոշման նախագծում ունի նաեւ ուժի մեջ մտնելու դրույթը, այն է որ հրապարակմանը հաջորդող օրվանից է այս որոշումը ընդունվելու։ Օրերս այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում արկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Ուղևորներից մեկի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կիլոգրամ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Միջազգային լրահոս այսօր լրանում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 4-րդ տարին։ Պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցույց է տվել այն թաքստոցը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գոյատևումը միլիոնավոր ուկրաինացիների քաջության, տոկունության եւ ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Նրա խոսքով, չնայած անսահման ցավին եւ գիշերային ահաբեկչությանը, ուկրաինացիները թույլ չեն տվել, որ զայրույթը պատի իրենց եւ շարունակում են այն վերածել ուժի։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային մարտադաշտում, ուստի հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Ուկրաինայի կողքին լինելու համար, հավելելով, որ Կիևը ձգտում է արդար երկարատև խաղաղության։ Զելենսկու խոսքով ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ապահովի իրական անվտանգության երաշխիքներ եւ ընդունվի ուկրաինացի ժողովրդի կողմից։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև նշելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների 4-րդ տարելիցը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Սա նրա 10-րդ այցն է Կիև 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր։ Պաշտոնյան նշել է, որ իր այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպան անսասան կերպով կանգնած է Ուկրաինայի կողքին, աջակցելով ֆինանսապես, ռազմական օգնությամբ, ինչպես նաև ընդգծելու Եվրոպայի հանձնառությունն Ուկրաինայի արդար պայքարին։ Գրառման մեջ ֆոն դեր Լայենը ուղերձ է հղել ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ Մոսկվային, շեշտելով, որ Եվրամիությունը չի նահանջի մինչև խաղաղություն չհաստատվի։ Մոսկվայի հյուսիս-արևելքում Սավելովսկի կայարանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որ հետևանքով 2 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ մի տղամարդ մոտեցել է ոստիկանների մեքենային, որից հետո պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտարարել են, որ զոհվածներից մեկը կասկածյալն է, որը ենթադրաբար պայթուցիկ սարք է տեղադրել, մյուսը ոստիկան։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 ոստիկան։ Դեպքի դրդապատճառները հայտնի չեն, կատարվում է հետաքննություն։ Հնդկաստանի Ջարքանդի նահանգում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում գտնվող բոլոր 7 անձինք զոհվել են։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ Red Bird Airways-ի կողմից շահագործվող ինքնաթիռը թռիչք է կատարել Ռանչիից, սակայն եղանակային պայմանների պատճառով խնդրել է փոխել թռիչքի ուղղությունը։ Ավելի ուշ ինքնաթիռի հետ կապը կորել է։ Նախնական տվյալների համաձայն ինքնաթիռը կորցրել է կառավարումը տուրբուլենտության պատճառով։ Դեպքի վայր է ուղարկվել նաև Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն։ Ամերիկայի արևելյան ափին ուժգին ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգների ներքին դեպի Միացյալ Նահանգներ կամ Միացյալ Նահանգներից մեկնող 5706 չվերթ է չեղարկվել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Ռոդ Այլենդի եւ Մասաչուսեթսի որոշ շրջաններում ձյան տեղումների քանակը կազմել է գրեթե 94 սանտիմետր։ Արևելյան ափին ավելի քան 600,000 տուն եւ բիզնես ենթարկվել են էլեկտրաէներգիայի անջատումների, որոնցից ամենաշատը տուժել են Նյու Ջերսին եւ Մասաչուսեթսը։ Ռոդ Այլենդում Միացյալ Նահանգների ամենափոքր նահանգում ամենաշատ ձյունն է տեղացել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով սա դարձել է նահանգում երբևէ արձանագրված ամենաուժեղ ձնաբուքը։ Մշակութային արժեքների պահպանության մասին ամենաշատն են խոսում։ Մոռացությունն ու ժամանակի պահանջմունքները այն վտանգներն են, որոնք մշակույթի տարբեր շերտերում են։ Ազգային երգն ու երաժշտությունը պետք է չհեռանա բնօրինակից եւ ակունքներից։ Այս սկզբունքով է Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախումբը հիմնել Շերամ ազգային երգեցողության ստուդիան, որտեղ հայկականը, ժողովրդականն են սովորում 7-ից 17 տարեկան սաները։ Երեխաների մեծ մասը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում է ապրում։ Հայ երգի արժեքը գնահատել սովորել են իրենց ընտանիքի մեծերից։ Երեք մոտ դու հավասու հավասու Ժամերով պարապմունքները, ձայնային ու շնչառական վարժությունները, դաշնամուրային հնչյունների ուղեկցությամբ մասնագետները շարունակում են այնքան ժամանակ, մինչև երեխաների մոտ մաքուր ու անսխալ կատարում ստացվի։ Շերամ ստուդիայի մեծ թե փոքր կատարողները գիտեն, որ ժողովրդական երգը պետք է հնչի սուլալ ու անկեղծ։ Դու ասում ես հազար տեսակ դազերաս, ինձ տեսնելիս պապչում ես յարվազ, վազ Միայն ազգային երգի ու երաժշտության ուսուցումն է այստեղ դրված։ Փոքրերի հետ աշխատանքը բարդ է, բայց ազգային երգեցողության ստուդիայի հիմնական ու առանցքային դերն է։ Իսկ աշխատանքն այն երեխաների հետ է, որոնց ընտանիքներում ազգային երգի ու երաժշտության հանդեպ սեր կա, ծնողական ջանք ու հետևողականություն։ Ժողովրդական ակունքներին մոտ են իրենց երգող նվագող պապերի ու տատերի շնորհիվ։ Պապիկիցս ճուտակ, իսկ հայրիկիցս դաշնամուր, որովհետև ճուտակի հետ դաշնամուր է կանցնին։ Դրա համար ես երկուսն է սիրում եմ։ Երգում եմ ազգային երգեր եւ դրանցից ոգևորվում եւ գնում առաջ։ Ճուտակ չունենք, բայց մեր տունն դաշնամուր կա։ Գիշերը չեմ թողնա, քուրիկներս քնում եմ։ Տատիկս է երգ այդպես հին երգեր լսել եմ։ Մայրիկս էլ է շատ երգել որ լսել եմ։ Այդտեղից էլ սկսել եմ էլի շատ սիրել երգը։ Իմ համար շատ կարևոր է պահել հայկականը, մեր ազգայինը։
շատ կուզենայի, որ ավելի շատ տարածվեր մեր ազգային երգերը, ժողովրդականը։ Ես կլսեմ Գուսան Շերամի, Աշոտ Շահյանի եւ Ռուբեն Մատեոսյանի երգերը։ Ինչի օրինակ իրանց երգերը։ Սիրեմ։ Ինչ-որ ես այդ երկրորդ կլսեմ, ինչ-որ ես էլ եմ ուզում երգել հոգով։ 9 տարեկան Գրիշայի կատարողական ունակությունները բացահայտվել են երաժիշտ ծնողների շնորհիվ։ 3 տարի է դրանք զարգացնում է Շերամ ստուդիայում։ Արդյունքում Շերամցի սաների հետ առաջին տեսահոլովակն ունի։ Գուսան Շահենի «Իմ Շիրակ» երգում նրան ձայնակցում են մեծ ու փոքր երգիչները։ Իմ Շիրակ, արևի պես լուսավորեց քեզ անար, Ծովտաշտերը ծաղկեցին մաշտադալար, սարերը թոփեր երածով իմ Շիրակ։ 7-ից 17 տարեկան այս երեխաների մեծ մասը մարզի գյուղական բնակավայրերից են։ Հեռավորությունն ու ժամանակը նրանցից ոչ մեկին չի խանգարում շաբաթը 3 անգամ հասնել Գյումրի, անգամ Աշոտսկի ամենահեռավոր գյուղերից ու սովորել երգել, չհեռանալ ազգային ակունքներից։ Շատերին այստեղ է բերել նաև տան մեծերի անավարտ երազանք նպատակները շարունակելու ցանկությունը։ Հայրական կողմս Կարասար գյուղից են, այդ գյուղից է նաև Գուսան Շահենը, եւ նրան լսելով եմ ես ողջևորվել ու սկսել երգելը։ Ժողովրդական երգը նախընտրել եմ ընդուր համար, որ այնտեղ մարդիկ իրանց զգացմունքները կարդայեն, իրանց հայրենասիրական երգերը, իրանց հայրենասիրությունը ցույց կտան, հայրենիքի սերը, հայրենիքի նկատմամբ սերը, այդ կանը։ Եվ մենակ այդ է որ ինձ դերտեգ որ ես ժողովրդական կամ ազգային երգեր երգեմ ու շարունակեմ այդ գործով։ Իմ ձայնը տատիկից եմ ժառանգել, տատիկս բոլոր երգերը համարյա գիտի ժողովրդական, ազգային բոլոր երգերը, ուղղակի գյուղերում պապանողական լինելու շնորհիվ իրեն թույլ չեն տվել շարունակել։ Երեխաները մասնակցում են Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգային ծրագրերին, հանդիպում են վարպետ կատարողների հետ։ Ազգային ժողովրդական երգերն ու խաղիկները ժամանակի պահանջներին ու գործիքային մշակումներին ենթարկեցնելու միտումներն են այսօր թեև տարածում գտնում, բայց Շերամ ստուդիայում սաները միայն ուսանում են հայկական երգի աշուղական կուսանական կատարումները։ Իրենց ազգային երկեցողություն իրանք կատարում են շատ սիրով, այդ սերն են կարծնացնում երեխեքի մեջ, որ կարողանան մենք մեր հայկական ժողովրդական երկեցողությունը պահպանել։ Բազմաթիվ ծրագրերում երեխաներին ընդգրկում ենք Շերամ ազգային երկեցողության ստուդիայի սաներին, դրանով փորձում ենք սեր արթնացնել իրենց հասակակիցների մոտ դեպի ազգայինը, ոչ թե որպես ստուդիայի հաճախող սաներ, այլ որպես կարողանանք նվագախմբի համար ձևավորել հանդիսատես կայուն։ Սովորեցնել ու պահպանել հայ երգարվեստի ժառանգությունը, շարունակել տարածել հայ երգը, սաներից համեմատաբար ավագներն արդեն վճռել են։ Որոշել են ուսումը շարունակել կոնսերվատորիայում։ Շերամցիները նաև Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի այսօրվա երգիչ երաժիշտների շարքերը լրացնող նոր կատարողներ են համարվում։ Հասմիկ Թումասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։